Երկու ամիս է շին տեխնիկան եւ աշխատուժը Լիսինյան 15 հասցեում են։ 38 տարվա կիսակառույց շենքը հիմնանորոգվում է։ Եռահարկ շենքը 1987 թվին են սկսել կառուցել, որն 88-ի երկրաշարժից հետո այդպես էլ անավարտ էր մնացել։ Կիսակառույց նոր շենքը կառուցապատման որևէ ծրագրում չի ընդգրկվել, առաջարկներ էլ չեն եղել այդ ուղղությամբ։ 30 եւ ավելի տարիների ընթացքում նորակառույցը իր տեխնիկական վիճակով եկել հավասարվել է Մսի կոմբինատ թաղամասի հին շենքերին։ Այն վերակառուցելու է որպես բնակարանային ֆոնդ օգտագործելու առաջարկներ եղան, հետո նախագիծ կազմվեց ընդամենը 2 տարի առաջ։ Քաղաքապետարանի եւ ֆինանսավորող կազմակերպության Փարոս բարեգործական հիմնադրամի հետ համագործակցություն ձեռք բերվեց 3 հարկանի շենքը հիմնանորոգել եւ որպես սոցիալական բնակարաններ հատկացնել անօթևան ընտանիքներին։ Աշխատանքները նախատեսված էին ավելի շուտ սկսել, բայց առաջ եկած փաստաթղթային խնդիրները հետաձգել են։ Մի հատ ստորագրեցինք իրարու հետ եւ սպասեցինք, որ փորձեցինք, որ այդ թուղթով վկայականը հանենք այդ շենքից ու բարձվում է, որ այդ հասեն չի գա այդ շենքը համայնքապետարանի մեջ չի։ Այդպես հետև կոկտապանին խնդիրները ունեցել ենք ու անի մոտ մի 1.5 տարի դեռ միջև շտկեց այդ խնդիրները։ Հիմա ամեն ինչ բարձ մաքուր վկայականով աշխատում ենք։ Հիմա զրոյական ցիկլից վերև ենք բարձրանում, արդեն շրջանակների բետոնները դրանենք, պատուհանների շրջանակների բետոնները։ Հիմնականում մեսի զրոյական ցիկլից ներքև ինչ որ կա ավարտել ենք։ Կիսակառույցի ընդհանուր մակերեսը 1615 մետր քառակուսի է։ Շենքի արտաքին պատերը պահպանված են, մասնակի վնասվածություն ունեն։ Դրա համար էլ ամրացում ու ժղացումը պարտադիր է։ Բայց ներսում ոչինչ արված չէ։ Եղածն էլ տարիների ընթացքում քանդվել է կամ քանդել են։ Շենքի ներսում բացակայում են միջնորմները, դռներն ու պատուհանները, բայց կարևորը հիմքերն ամուր են։ Վերակառուցման ամրացման աշխատանքները շինարարն արնելու է առանց ձևափոխությունների։ Երկրորդ եւ երրորդ հարկերը 750 քառակուսի մետր մակերեսով լինելու են բնակելի տարածքներ։ Երկու հարկերը միասին ունենալու են 18 բնակարան, իսկ առաջին հարկը բարեգործական հիմնադրամը վերածելու է արտադրաուսումնական կենտրոնի։ Մի սենյականոց 6 հատ, 2 սենյականոց 6 հատ, 3 սենյականոց 6 հատ։ Ընդամենը 18 բնակարան է։ Եռահարկ շինություն, քարային, շատ լավ տաք բնակարաններ։ Այս կողմը այսպես դրիվ այսոնց բետոնապատում է շրջանակներ են, պատուհաններ, բոլորը պետք է ապանել, երեսապատվի։ Սոցիալական բնակարանաշինությունը Փարոս հիմնադրամի Հայաստանում իրականացվող բազմավոլորտ ծրագրերի շարունակությունն է։ Բնակարանաշինական այս ծրագիրն ուղղված են անօթևան եւ սոցիալապես անապահով ընտանիքների աջակցությանը։ Բարեգործական հիմնադրամը բնակարանային ապահովության մեկ այլ ծրագիր իրականացրել է 3 տարի առաջ։ Մուշ թաղամասում հիմնադրամը բնակարաններ է գնել եւ նվիրել տնակներում բնակվող 26 ընտանիքի։ Լիսինյան 15-ի հիմնանորոգումը երկրորդ մեծ ծրագիրն է, որը ձեռնարկվել է անօթևանության խնդրի լուծման համար։ Մեր փոքր թիմներով նստեցինք ու որոշեցինք, որ երկու տարբեր ճյուղերով պետք է աշխատենք Գյումրիում, որ փորձում ենք օգնենք մեր Գյումրի ժողովուրդներից։ Ու այդպես ստացվեց, որ այդ դան ծրագիրը կազմակերպեցինք, որ հավաքենք գումար ու երբ որ հասնում է մի թիվ, կարանք մի ընտանիքը փրկենք այդ տոմիկներից։ Ու այդ տոմիկը քանդենք ու վերջ։ Ովքեր են լինելու սոցիալական բնակարանների շահառու ընտանիքները, սոցիալական խավերի ընտանիքների ընտրությունը դեռ ավարտված չէ։ Բնակարանները կառուցելու ավարտին քաղաքապետարանի հետ համատեղ հանձնաժողով է աշխատելու, որից հետո ընտրվելու են ընտանիքները։ Առանց վարձով գալիս ենք այդ ընտանիքներին, որ ընդեղ կարան ապրեն, բայց վկայականով չի, պայմանագիրով պիտի տանք իրենց։ Ու այդ ընտանիքները պահանջներ ունենան։ Պետք է ասենք այդ կոմունները պետք է տան, դունը մաքուր պետք է պահեն, չեն կարան ուրիշ տեղ ապրեն եւ այդ բնակարանն ունենան, այդպես պայմաններով պիտի մտնեն ընդեղ։ Շենքի առաջին հարկում հիմնադրամի դեպի առաջ հասարակական կազմակերպությունը արտադրական եւ ուսումնական կենտրոն է հիմնելու։ Գործելու է կարի արտադրամաս, որը ոչ միայն շենքի, նաեւ թաղամասի բնակիչների աշխատանքով ապահովելու հարցն է լուծելու։ Իսկ ուսումնական կենտրոնը երեխաների ու երիտասարդների համար է, որտեղ ձեռք կբերեն մասնագիտական նոր հմտություններ։ Syrian vocational training կենտրոն պիտի սարքենք ընդեղ, որ դարբեր ոլորտներում, դարբեր մասնագիտությունները կարանք անենք ընդեղ եւ կարի արտադրամասը պիտի տնենք ընդեղ մի հատ փոքր արտադրամաս պիտի սարքենք ընդեղ որ մարդիկ կարանքան ու սովորի ոնց
կարեն, ոնց այդ կորձիկները օգտագործեն, սարքեն։ Սոցիալական բնակարանաշինության ծրագրի ավարտի ժամկետը 24 ամիս է։ Առայժմ 18 բնակարաններ են, հետո կառուցվող ձեռնահարկում նախատեսում են եւս 9 բնակարաններ կառուցել։ Ծրագրի ընդհանուր բյուջեն $1.5 միլիոն է, որը հավաքվել է Ամերիկայի հայ համայնքի եւ բարեգործների միջոցներով։ Հասմիկ Թումասյան, Վահագն Վարակյան, Հորիզոն։